Բարև ձեզ, իրավունք TV-ի տաղավարում հյուրընկալել ենք իրավապաշտպան քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանին, շնորհակալություն պարոն Պողոսյան նրա ընդունելու համար։ Արցես ես եմ շնորհակալ։ Պարոն Պողոսյան, մենք հետևում ենք սոցցանցում ձեր պարբերաբար տեսանյութերին եւ իմացանք, որ երեք տեղի ունեցել Ամասիայի արշավանքը։ Ինչ էր կատարվել, ԱԱԾ-ն ինչու էր անհանգստացել ձեր այնտեղ այցով։ Եթե շատ կարճ պատասխանեմ, որովհետև ես հայ եմ։ Իսկ ԱԱԾ-ն անհանգստանում է յուրաքանչյուր հայի գործողություններից, յուրաքանչյուր հայի այցելություններից եւ իրենց համար ավելի հաճելի ընդունելի է թուրքական այցելությունները։ Քիչ առաջ ձեր մոտ գալուց ճանապարհին էլ տեսա մի շատ սարսափելի տեսարան, իմ համար իսկապես սարսափելի տեսարան, երբ որ Բեռնատարը վրացական համարներով ըստ երևույթին Բավրայի անցակետով անցել էր, արդեն մտնում էր Երևան, ամբողջ Բեռնատարի այդ թափքը, իր այսպես ասած, իր ամբողջ մեքենան, այդ իր մեծությամբ տարբեր հատվածներում թուրքական դրոշներ եւ թուրքական հերոսների, այսպես ասած, նկարներ էր կրում։ Ու պատկերացրեք, ասենք օրինակ Բավրայի անցակետում, երբ որ այդ մեքենան կանգնել է վարորդը իջել է զուգարան մտնելու համար, չեմ կարծում իրեն ստուգած լինեին, միանշանակ չէին ստուգի, որովհետև իրենք արդոնյալներ են եւ հայ չեն ամենակարևորը թուրք են։ Գոնե ամբողջ այդ Բավրայի անցակետի աշխատողների մեջ մի տաղա չէր եղել, բարի զուգի իմաստով, մի տաղա չէր եղել, որ այստեղ ասենք այդ դրոշը չեմ ասում լավ պոկեր վնասեր եւ այլն։ Այստեղ դրան հասկացնել ասել ինքեշ մի արա, էլի, պետք չի, ճիշտ չի, առավել ևս այս զգայուն վիճակներում։ Ամբողջ ճանապարհին այդքան բարեկներ կանգնած, նույնիսկ ես մի պահ այդպես շատ ծանր տարա, փորձում էի կանգնեցնել, այդ մեքենան կանգնվեն պահին, երբ որ տեսավ այդտեղ բարեկ կա։ Բարեկը դա ամեն ինչը տեսնելով թողեց փախավ, այդ մեքենան է փախավ։ Այսինքն ինքը գիտի, որ այստեղ Հայաստանի ոստիկանությունը ուժայինները իրենց եղբայրներն են։ Այս շատ սարսափելի վատ երևույթ է, որը մեր հասարակությունն է եկել, պարոն Պողոսյան, համակերպվեք։ Խաղաղության տարաշրջանը ցավոք սրտի ինքը չի կարող գալ։ Խաղաղությունը հաստատվում է, իսկ խաղաղություն հաստատվելու համար տվյալ ժողովուրդը պետք է ունենա առաջնահերթ ինքնասիրություն։ Իսկ եթե Բավրայից մինչև Երևան գալիս է թուրքական մեքենայով որևէ ինքնասիրություն ունեցող տղա պետական մագարտակում չի փորձում այդ ամեն ինչը կանխել, ինձ թվում է ժողովուրդը երբեք էլ այդ խաղաղությունը չի ունենա։ Այ անդրադառնանք միանգամից Ամասիային։ Ամասիա կնում է ադրբեջանցի, ով այնտեղ իրեն արդակարգ լավ է զգում եւ որևէ մեկը որևէ խնդիր չի ստեղծում իր համար, ընդհակառակը ապահովում են իրենց անվտանգությունը։ Բայց Գյումրեցի Պողոսյան Կարապետը եւ Երևանցի ընկերների հետ գնում է Ամասիա, դեռ Ամասիա չհասած, արդեն ԱԱԾ-ի օպերա Արմենչիկը սկսում է հետապնդել։ Լավ, հիմա գոնե կբացահայտեք, ինչ օպերացիա էիք փորձում իրականացնել Ամասիայում, որ առաջին անգամ 8 տարվա մեջ մենք այնտեղ գնացել էինք ոչ քաղաքական նպատակներով։ Գնացելներս կա իմ մեքենայում եղել են ռեժիսորներ, օպերատորներ եւ նպատակը Ամասիայի մասին դոկումենտալ ֆիլմ սարքելն էր։ Հասկանալի է, չէ՞, դոկումենտալ ֆիլմը չի կարող լինել քաղաքական։ Որովհետեւ դա արդեն արվեստ է։ Արվեստը չի կարող քաղաքականացվել, ինքը կարող է միայն իրականությունը ցույց տալ։ Ու դերևս այնտեղ չհասած արդեն ԱԱԾ-ի Արմենչիկը իր պետ Խաչուլիկի հրամանով առանց օպերատիվ համարների, այսպես գոլդ համարներով, սպիտակ լավ լվացած մեքենայով, տեսանելի կերպով ընկել եմ ես փորձում եմ հետապնդել։ Կանգնեցրել եմ, փորձում եմ բացատրել, հասկացնել, ասում եմ եկել եմ մամայից տեսնելու։ Դու տեղա ջան մամա դիմ ավտոյից մեջ է, ներ դու եկել ես մամայից տեսնելու։ Չեմ ուզում վիրավորել, այսինքն մեր այդ ավտոների մեջ կֆռա, դու եկել ես իմ ավտոյից հետևից 2 ժամ կֆռաս, որ մամայից տեսնես։ Այդ է իրականությունը։ Մամայից տեսնելու տեղը գնացեք այդ թուրքի թեմա առեք, որ մեր ազգային արժանապատվության հետ չխաղան, որ քո մամային է տեսնելու կարիք չունենան մյուսները։ Այ սրա մասին է խոսքը։
Փաստացի ստացվում է, որ ես իմ հայրենիքում չեմ կարող ազատ շրջել, իսկ թուրքը իմ հայրենիքում կարող է ազատ շրջել։ Այսինքն սա է խաղաղությունը։ Շատ կերինակ թքել եմ այդպես խաղաղության վրա։ ՔՊԱ-ականները ասում են, որ Հայաստանը դարձել է խաղաղության կղզյակ։ Եկեք խոսենք ավելի ճիշտ անուններով, ՔՊԱ-ականներ չեն, թուրքեր են, թուրքական գործակալներ են, այո, կներեք, ընդհատեցի։ Թուրքական գործակալներն ասում են Հայաստանը պատերազմից դուրս է, հա, խաղաղությունն է։ Այո։ Արդյոք այդ կարկանդակներն ու եգիպտացորեն ուտերով մենք կարողացանք շրջանցել այս պատերազմը, խոսքը վերաբերում է Իրանի շուրջ Ինչպես ասում զարգացումներին։ են, ճդերը աշնան են հաշվում, իսկ մենք դեռևս հիմա մարտ ամսի մեջ ենք եւ եկեք սպասենք մինչեւ աշուն եւ տեսնենք ինչ կլինի այդ խաղաղության հետ, այսպես ասած։ Եվ այս կարգանդակ կամ պերաշկյուդելը ինձ վախեցնում է, իսկապես վախեցնում է։ Ես հիշում եմ 2020 թվականը, երբ որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսն էր թևածում, իսկ տվյալ անձը ասում էր տնական օղիով այդ ամեն ինչը կարող եք մաքրել, տանել առաջ։ Արդյունքն ինչ եղավ, հազարավոր զոհեր, չէ՞։ Անկառավարելի վիճակ եւ հազարավոր զոհեր։ Դրա շարունակությունն ինչ եղավ, անկառավարելի վիճակ եւ հազարավոր զոհեր արդեն պատերազմի տեսքով։ 2018 թվականին, 2019-ին, 2020-ի գարնանը ԿՊԱ-ականներն ասում էին, տեսեք ինչ եկել է Նիկոլ Փաշինյանը, սահմանին գետ մեկ կրակոտ չկա։ Այո, չկար։ Ինչի համար, որովհետև մեր թշնամուն այդ ժամանակահատվածը օգտագործեց, որովհետև գիտեր, որ իրեն այստեղից չեն խանգարելու եւ սկսեց դիրքերում ամրաշինական բետոնային աշխատանքներ անել, որը իրեն համար շատ կարևոր էր մեկնարկային կետերը ապահովելու եւ ռազմական գործողությունների ժամանակ առավելություն ունենալու։ Այ հարցրեք այդ տարիներին Արցախում, այսպես ասած, ծառայած պոստավիկ տղեկին։ Ասում է, տեսնում ենք, գալիս է էքսկավատորը։ Կապ ենք տալիս, որ պիտի կրակենք, որովհետև էքսկավատորը եկե մեր դիմաց կանգնել է գործ անում, ասում են, չէ, վարչապետը գնում է խաղաղության, չկրակեք։ Հաջորդ պահին արդեն մի քանի օրից գալիս էր ամռանները։ Նույն պարազանգը, նույն պատասխանը գնում է խաղաղության, չկրակեք։ Հետո արդեն իրենք նույնիսկ ինքան այդ արխային վիճակում, որ բետոնը ուրիշ տեղից չեն բերել։ Տեղում մեծ բետոն ուզելներ էին սարքել եւ այդ իրենց ուզած ամրակ բետոնային, չգիտեմ, երկաթ բետոնային աշխատանքները իրականացրել էին։ Նորից վարչապետը գնում է խաղաղության եւ վարչապետի խաղաղության ճանապարհին մենք ունեցանք հազարավոր երեխեքի տղեկի կորուստներ։ Այդ նույն վարչապետի խաղաղության ճանապարհին մենք ունեցանք ամբողջական Արցախի կորուստ։ Այդ նույն խաղաղության ճանապարհին այսօր Տավուշում արդեն թուրքը նստած է։ Ղապանում արդեն թուրքը նստած է։ Այ քիչ առաջ հիշեցինք Տրոշի պատմությունը 2020 թվականին կամ 21-ին հիշողությունս լավ այդ չեմ հիշում, բայց բոլորս այդ պատմությունը հիշում ենք, չէ, երբ որ մեր հողի վրա կանգնած ադրբեջանցիները կանգնեցրեցին միկրոավտոբուսը, որը արցախցի երեխաներին տանում էր ֆուտբոլային խաղի եւ միկրոավտոբուսի դրա վրայից այսպես սիրուն սվին տանագով քերեցին Արցախի տրոշը, այս է խաղաղությունը։ Եվ ցավոք սերտ այդ խաղաղությունը ամեն օր գալիս մտնում է մեր տները։ Պարոն Պողոսյան, բայց սոցհարցումները առնվազն այնինչ այսօր ներկայացրել է ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը, ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ավելին է, քան ընդդիմությանը։ 18% ունի Նիկոլ Փաշինյանը, 6% Սամվել Կարապետյանը, 3% Ծառուկյանն ու Քոչարյանը, 48%-ը դեմ է բոլորին։ Ինչ կասեք այս ամեն ինչից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը դեռ շարունակում է գերակշռել ընդդիմությանը։ Տեսեք, ես եթե 18% վարկանիշը համարում եք գերակշռող վարկանիշ, կարծում եմ Դե վարչական ռեսուրսով այդքան։ Հա, բայց տեսեք, 18% խաղաղություն բերած վարչապետի վարկանիշը չէր կարող լինել 18%։ Ուրեմն չկա այդ խաղաղությունը, որ 18% է։ 18%-ը սարսափելի ցածր ցուցանիշ է։ Ես վստահ եմ 2018 թվականին, երբ որ բոլորը այսպես միասին ելել էին պետականական գործողությամբ եւ մերժում էին Սերժ Սարգսյանին, նույնիսկ այդ պահին Սերժ Սարգսյանի վարկանիշը 18% չէր, շատ ավելի բարձր էր։
իր հրաժարականի պահին նույնիսկ իր վարկանիշը ավելի բարձր էր, որովհետև խաղաղությունը Սերժ Սարգսյանն էր բերել։ Իսկ սա բերել է պատերազմ, սա բերել է ադելություն, պառակտում եւ մեր pedagogical կորձանում։ Իսկ ինչ վերաբերում է այս թվերին, այս թվերը նախ իմ համար որոշ առումներով շատ կասկածելի են, բայց նույնիսկ եթե իրական է լինեն, ինքը շատ նորմալ է, որովհետև հասարակությունը չի ուզում գնալ ընտրություն, չի հավատում այդ ընտրության գնալու։ Իհարկե ընտրությունը դա process է, որը անկախ ամեն ինչից պետք է իրականանա, բայց հասարակության այլ բան է պետք։ Այ մի հատ շրջեք տարբեր տեղեր, նույն այսպես ԱԱՑ-ի ճնշման տակ ճմլվող ամասիա գնացեք եւ կհասկանաք, որ մարդիկ այլ բան են ուզում։ Այլ բան։ Մարդիկ զզվում են Նիկոլ Փաշինյանից, մարդիկ չեն ուզում գնալ ընտրության, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հետ չկիսեն են պատասխանատվությունը, ինչը Նիկոլ Փաշինյանը բերել է այս երկրի գլխին։ Եվ համար մեկ խնդիրը պետք է լինի սրան հեռացնել, սրան դուրս շպրտել այդ աթոռից, կալանավորել, որից հետո արդեն հնարավոր կլինի գնալ իրական ընտրությունների եւ այդ ընտրությունների արդյունքում ձևավորել իրական կառավարություն։ Իսկ մինչ այդ, տեսեք, սա նույնն է, որ մենք մտնում ենք ռինգ, որտեղ մեր մրցակիցն է որոշում կանոնները, հա, այսպես ասած, խաղի կանոնները, ու որը նաև հնարավորություն ունի յուրաքանչյուր պահին փոխելու խաղի կանոնները։ Եվ արդյունքում ինքը նույնիսկ եթե նոկաուտ ստանա, այնտեղ լինելու է ինչ-որ մի մրցավոր, որը բարձրացնելու է իր ձեռքը որպես հաղթողի։ Այսինքն մենք այսօր այդ պարագայում ենք գնում ընտրությունների։ Չնայած վերջին նաև տարածաշրջանային զարգացումների եւ երկրում ձևավորված այսպես գեներացող էներգիան ինձ այլ բան է հուշում, որի արդյունքում ես անկեղծ ասած այս թվերին չեմ էլ ուզում նայել, հետաքրքիր չի, որովհետեւ շատ ավելի կարևոր գործ ունենք մենք առաջիկայում սրան հեռացնելու հարցով։ Դրանից հետո թող ընտրություններին գնան մասնակցել։ Աննա Հակոբյանն է չի հավատում կարծես թե թվերին թողեց գնաց Նիկոլ Փաշինյանը։ Եկեք հագահիգիենիկ բաներից չխոսանք ձեր եթերից, եկեք անցնենք առաջ, որովհետև այդ մարդիկ իրանց ընտանիքով իսկապես հագահիգիենիկ են։ Քաղաքական դաշտում իրանք քաղաքական առումով հագահիգիենիկ ինչ որ երևույթներ են։ Եկեք ձեր եթերը միշտ շատ ավելի մաքուր ու շատ ավելի այսպես բարձր է եղել այդ Ոնց ասեք, ցածր բաների մասին չխոսենք էլի։ Պարոն Պողոսյան, դուք ասացիք, որ այլ բան է ուզում ժողովուրդը, եւ այդ այլ բանը առաջարկում է հանրապետական կուսակցությունը, ասում է impeachment-ի գործընթաց պետք է սկսել, քաղաքական կոնսուլտացիաներ։ Մենք տեսանք այս հայտարարությունից հետո փոխանակ արձագանքելու, այլ ճիշտ հակառակը, հա, նույնիսկ ընդդիմադիրներն են ինչ որ նեղսրտը ԿՊ-ին հավասար։ Ոնց կբացատրեք։ Մեր խնդիրը գիտեք ինչումն է, որ մենք իրականում դեռևս 2018 թվականին պետք է հստակ տարբերակումներ մտցնենք։ Շատ հստակ պետք է տարբերակում լիներ ով է։ Պետք է հստակ կրեինք Նիկոլական, պետք է կրեինք Նիկոլականների աջակիցներ, ու պետք է կրեինք պայքարող ընդդիմադիրներ, իմ կարծիքով։ Որովհետև գուցե շատերը հիմա նեղվում են իմ խոսքերից, բայց ես տեսնում եմ հետևյալը, քաղաքական դաշտում մեջտապես թեկուզ Նիկոլին քննադատում են բոլոր նրանք, ովքեր 18 թվականին եղել են նրա կողքը եւ մինչեւ այսօր կարելի ասել քննադատելով աջակցում են։ Կամ ինչպես ասում են, դեմալալով կողմ են։ Այ մենք ունենք այդ խնդիրը ունենք։ Մենք այստեղ մի հստակեցնենք ինչ է նշանակում ընդդիմություն լինելը։ Ես արդեն երկար ժամանակ է այդ մասին խոսում եմ, որ մենք պետք է ունենանք հստակ բանաձև, որն է ընդդիմադիրը։ Այդ մասով նաև այլ գործիչներ, օրինակ Մայլյան Նարեկն էլ է ժամանակին հայտարարում, որ եկեք հստակեցնենք, այսինքն օրինակ առաջին ընդդիմադիր լինելու համար դուք ունեք մի անգամ քո կյանքում ասած, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը անպարերականի տղա է։ Օրինակ եմ ասում, որովհետև շատերն են ասում։ Այսինքն ինքը չվախեցավ։ Երկրորդը, այդ մասկանակ, այդ մարդը առհասարակ հայրենիքին եւ Արցախին ինչպես է վերաբերվում։ Օրինակ շատ ընդդիմադիրներ այսօր սարսափում են Արցախ բառը հնչեցնելուց։ Եվ հիմա օրինակ մեզ էլ համարենք ընդդիմադիր, իրենց է համարենք ընդդիմադիր, դա չի լինելու։ Մարդիկ վախենում են այդ բառը տալուց, իրենց թվում է դա այդ բառը որ տվեցին, դա ինչ-որ կախարդական նշանակություն ունի ու իրենց 3%-ը միանգամից կամ չգիտեմ 10%-ը միանգամից կկորի։ Կասեն ռևանշիստ են։ Բայց ռևանշիստ լինելը վատ բան է։ Ռևանշիստ լինելը առաջերտին ինքնասիրություն ունենալն է, արժանապատվություն ունենալն է։ Հիմա լավ, այդտեղից իրենք հաբարտ են։
Բա մենք էլ մեր արժանապատվության պես հբարտներին չկարողանանք ցույց տանք, որ ճիշտ է ոչ թե մահացու մեր կամարվող հբարտությունն է, այլ ճիշտ է արժեքային համակարգը իր մեջ է, այսպես անփոփոխ արժանապատվությունն է։ Վերջը հասարակությունը դի տարբերությունը տեսնի, չէ, ինչ ուզում են թող ասեն։ Պապողոսյան ստացվում է, որ 8 տարի մի շարք գործիչներ այդ էյֆորիայի տակ են մնացել եւ հենց էլի անհրաժեշտությունը գալիս է, էլի շարունակում են 2018-ի նույն process-ը ու Նիկոլ Փաշինյան։ Տեսեք 2018 թվականը ինքը սարսափելի հանցագործության տարի էր։ 2018 թվականի ապրիլ մայիս գործողությունները դրանք սարսափելի հանցագործություններ էին, ուղղված հայ ժողովրդին, ուղղված մեր ապագային, մեր սերունդներին։ Եվ հիմա գուցե ինչ-որ մեկը զղջացել է այս ընթացքում ու ինքը զղջալով հանդես պատրաստ է նաև իր, այսպես ասած, հանցանքի պատիժը կրել։ Իսկ կան մարդիկ, ովքեր նաև հասկացել են, բայց չեն ուզում պատիժ կրել։ Եվ իրենք մտածում են, որ ավելի լավ է եկեք պահենք այնքան ժամանակ Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ մենք հնարավորություն չունենք կանք իշխանության։ Եկեք խանգարենք օրինակ հանրապետական կուսակցությանը կամ խանգարենք, չգիտեմ, այն քաղաքացիներին, այն հայերին, ովքեր ուզում են իշխանություն փոխել, որովհետև իրենց փոփոխության արդյունքում մենք կպատժվենք։ Հետևաբար ավելի լավ է թող Նիկոլը մնա, որ մենք չպատժվենք։ Այս դա եմ ընկալում։ Որովհետև տեսեք նույն իմպիչմենտի մասով ասում եք շատերը դեմ են դուրս գալիս։ Ոնց կարող է նորմալ adekvat դատողություն ունեցող մարդը չհամոզկերվի կամ չուզենա մասնակցել այնպիսի մի process-ի, որը ուղղված է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նույնիսկ եթե այդ process-ի արդյունքում Նիկոլ Փաշինյանը չի հեռացվելու, միևնույն է պետք է այդ process-ը անել։ Իրատեսական չեն համարում, որ ԿՊԱ-կանները ձայները կտան։ Իրատեսական համարելը որն է, այսինքն երբ որ դու գնում ես պայքարելու, երբ որ դու գնում ես քո հայրենիքը փրկելու, դու չես նայելու, չէ իրատեսական է այդ փրկությունը, դե իրատեսական չէ։ Պատերազմի դաշտին զինվորը, որ կանգնած է խրամատում, ինքը չի նայում, թե իրատեսական է, իրա կռիվ տալը, թե չէ։ Եթե սկսեց այդպես մտածել, ինքը պետք է թողնի իր խրամատը փախնի, չէ։ Հիմա ոնց կարող է քաղաքական կոզիչը առավել ևս ազգային ժողովում օրինակ ներկայացված քաղաքական կոզիչը ինքը փողոցային պայքարին նայի իրատեսական է, դե իրատեսական չի։ Այսինքն սա նույնն է, որ ինքը նույն օրինակով թողնի խրամատը թռնի, փախնի։ Եթե դու գնացել ես այդ խրամատի վրա կանգնել ես, ձերքդ զենք ես վերցրել, դա քո պոստն է, դու ինքան դի պայես այդ պոստը մինչև քո մեռնելը։ Փամփուշ չունես, պետք է նռնակ պայ տեսնես։ Այսինքն ձևը սա է, չէ, մենք հեծանիվ չենք հնարում։ Եվ հիմա իրատեսական, բա ո՞րն է իրատեսականը։ 3% ռեյտինգով գնալ Նիկոլ Փաշինյանի հետ մրցել։ Այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ունի եւ վարչական ռեսուրս, եւ ունի իր թիկունքում կանգնած 80 միլիոնից ավելի թուրք բոլոր տեսակի ռեսուրսներով եւ մի քանի 100 միլիոն եվրոպացի ամեն տեսակի պրախոտով, այսինքն սա է իրատեսականը։ Դե 2021 թվականի փորձը կա, հետո մանդատները կվերցնենք, ասեն վերցնում ենք, որ գործիքակազմն ավելացնենք, այս իշխանությանը։ Լավ է կանոն, բայց եթե դուք այսօր ունեք գործիքակազմ, որով կարող եք միջև մանդատ վերցնելը գնալ եւ այդ մարդուն ուղղակի դուրս շպրտել այդ աշխատասենյակից, ուղարկել, չգիտեմ, Երևան քերակատարողական հիմնարկ, քննածեք արեք, հետո դրանից հետո եկեք ինչքան ուզում եք ընտրություն արեք։ Պարոն Պողոսյան, բայց դուք տեսնում եք պոտենցիալ ԿՊ-ում, որ ովքեր կարող են այդ ձայներն ապահովել։ Իրենք էլ գուցե ավելի հանգիստ են, որ այս ընդդիմությունը հաստատ 2018-ի տերորը չի անելու, ճնշելով падգամավորներին, տները գնալով եւ այլն եւ այլն։ Իրանք հանգիստ են, որովհետեւ իրենք գիտեն, որ այսպես ասած ընդդիմադիր դաշտից ունեն համախոհներ կամ հանցակիցներ։ Մարդիկ, ովքեր 18-ին իրենց հետ մասնակցել են մեծ հանցագործությանը, որը ուղղված էր Հայաստանի Հանրապետության դեմ։ Հանգիստ են, որովհետև չեն տեսնում, որ կա ռեալ պայքար։ Իսկ ցես թվում է, որ իրանց մեջ մարդ չկա, որը Նիկոլ Փաշինյանից օրինակ հիմա նեղված է։ Կամ այդ մարդիկ ինչի են Նիկոլ Փաշինյանի կողքի, եթե որևէ մեկը ասի գաղափարապես, ես դրան չեմ հավատում։ Որովհետև իրականում հայրենիք դավաճանելու մեջ գաղափար չի կարող լինել։ Մարդը Նիկոլի կողքին կանգնած է մի քանի հանգամանքով, առաջին իր երությամբ աբիժնիկ է, հայերեն բառը չգիտեմ կներեք,
Երկրորդ տարբերակը, որովհետև փող կա, եւ երրորդ տարբերակը, որովհետև կոմպրոմատ կա իր վրա։ Այս հանգամանքում նույն ընդդիմությունը պետք է այս 3 գործոնը հաշվի առնի։ Եվ եթե Փաշինյանը այս 3 գործոնը հաշվի առնելով կարողացել է սրանց տիրել, ուրեմն նույն մեր մեծամեծ քաղաքական գործիչներն էլ պետք է 3 գործոնը հաշվի առնելով փորձեն հետները աշխատել։ 2021-ին պայել ինչի համար եկան ընտրության։ Ինչի համար էր իմաստը որն էր ընտրության կազմակերպելու։ 5 տարի Նիկոլ Փաշինյանին իշխանություն տալ, Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալ, որպեսզի նոյեմբերի 9-ը դարձներ երազանք, մի բան էլ Արցախը հանձնել, հա դրա համար էին եկել։ Եկել էին, որպեսզի հեռացնեին։ Հեռացնելու ռեալ հնարավորություն կա հիմա։ Ասում են, այն ժամանակ մենք փորձեցինք, բայց ժողովուրդը մեզ չվստահեց կամ ժողովուրդը պատրաստ չէր փողոց դուրս գալու։ Այս 18%-ը խոսում է նրա մասին, որ ժողովուրդը պատրաստ է դուրս գալու։ Այ արդեն մեծ հարց է, ժողովուրդը արդեն 3 անգամ տաբալվելուց հետո վստահում է, թե չի վստահում։ Հենց դա նկատի այլ հարց է, դիմադրություն Հասկանում եմ, բայց եթե երեք ժողովուրդը չի վստահում ձեզ, ձեր հետ փողոց դուրս գալու, ժողովուրդը կվստահի ձեզ քվետալու համար։ Դե ամենայն դեպս նախնական վարկանիշը իջել է։ Լավ, այսօր տեսեք, եկեք այսպեսի մի բան հաշվենք։ Կա մոտավորապես 30 քաղաքական ուժ պլյուս մինուսով, որոնք հայտ են ներկայացրել ազգային ժողով մտնելու։ Այսինքն համապետական ընտրություններին ամեն մեկը ունի ինչ-որ մեկը ստեղ, որը երազում է իրեն որպես վարչապետ։ Նշանակում է գոնե այս բոլորը միասին 3000 ամեն մի կուսակցությունը 3000 մարդ կարողանալու է գեներացնել։ Վերջը գնում ենք օրինակ ընտրություններին հաղթելու համար մոտավորապես իրանց պետք է մի 60000 ցեն։ Եթե 60000 ցեն դու պետք է ունենաս, դու գոնե մի 3000 հոգի պետք է կարողանաս անես փողոց։ Ու դու պատկերացեք, եթե 30 քաղաքական ուժներ իրենց ընդդիմադիր են համարում եւ 30 քաղաքական ուժներ իսկապես ցանկություն ունեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, արդեն իրենք կարող են բոլորով միասին մի 90000 փողոցում մարդ անել։ Այդ ժամանակ հավատացեք մյուս ոչ հավակնող ընդդիմադիրներն էլ մի 50-60000-ը իրանք կհանեն ու այս ժամանակ ուր է թռնելու Նիկոլ Փաշինյանը, ով է պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին, ուր է փախնելու այդ քպայական պատգամավորը, կկարողանա փախնել։ Բայց եթե իսկապես դուք բոլորը անկեղծ ուզում եք Նիկոլ Փաշինյանին դուրս բերել եւ բոլորը համարում եք ձեզ որպես այս երկրի փրկիչ, Մեն 3000 մարդը ինչ է որ ծեր կոչով ամեն մեկիդ կոչով փողոց դուրս չգան։ Պարոն Պողոսյան, եկեղեցու օրինակն էլ ցույց տվեց, որ եթե կուր, այսպես ասած, կարողանում են եկեղեցականները միավորվել եւ լինել, իշխանությունը ընկրկում է։ Այո։ Ինչ կասեք, եւս մի հատ շատ կարևոր բան է ցույց տվեց, այ եկեղեցու օրինակը։ Այո, դուք շատ ճիշտ նկատեցիք, եկեղեցին մեր վեհապարը շատ կուր ձևով կարողացավ դիմադրել եւ կարելի է արձանագրել այսօր արդեն հաղթանակ սրանց դեմ։ Ու գիտեք ինչու հաջողվեց, որովհետեւ ոչ մի առավել եւս 18 թվականին Նիկոլ աջակցած քաղաքական ուժի թույլ չտվեցին ցերկին միկրոֆոն վերցնել, ռուպեր վերցնել եւ փողոց կառավարել։ Այդ հրա համար է այդ հաջողությունը ունեցավ։ Իսկ ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից առաջիկայում անունը կլինի impeachment, թե կլինի փողոցային պայքար, թե ինչ, ժողովուրդը միանշանակ դուրս է գալու փողոց։ Եվ դուրս գալուց հետո ինքը նաև հարց կտա բոլոր նրանց, ովքեր անլուրջ կհամարային ժողովրդից հասումով իշխանություն փոխելը։ Կարող է դա լինի հունիսի 8-ին, երբ էլի պարզվի, որ սխալ ճանապարհով էին գնացել։ Ես կարծում եմ հունիսի 8-ից հետո, եթե մինչև հունիսի 8-ը հստակ որևէ բան չկատարվեց, հունիսի 8-ից հետո ոչ թե որևէ մեկը դուրս կգա փողոց պայքարի, այլ շատերը կգնան քրեակատարական հիմնարկներ, պատիժներ կրելու։ Որովհետև եթե եւս մեկ անգամ Փաշինյան Նիկոլը եկավ իշխանության, դուք պատկերացրեք մեր բանդերն ինչքան են լցվելու։ Իդեպ քաղբանտարկյալների մասով, պարոն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ընդառաջ փաստորեն կամաց փորձեց խափանման միջոցների փոփոխությունը տեղի ունենում։ Սրբազաններից այս բայի դրությամբ միայն Բագրատ Սրբազանն է դեռ մնացել կալանքի տակ։ Մեգադիչ Սրբազանը չեք ուզում։
Ով Մկրտիչ Սրբազանը նաև Մկրտիչ Սրբազանը եւս տնային կալանք է խափանման միջոց է փոխվել այսինքն ստացվում է որ Նիկոլ Փաշինյանը հասկացել է որ ընտրություններին ընթառաջ ճանապարհով կարող է իր վարկանիշին ավելի լուրջ վտանգներ սպառնալ չէ կարծում կներեք բայց վստահ կարող եմ ասել ոչ ընդհանրակը Նիկոլ Փաշինյանը եւ իր ռեժիմը կարողացել են հանրության մեջ կեղծ կարծիք ստեղծել, որ տնային կալանքը կալանք չի։ Ես ցած ասեմ քաղաքական գործ չի կամ հանրային գործ չի կամ հոգևորականի համար տնային կալանքը ավելի ծանր պատիժ է, քան քրեակատարական հիմնարկում կալանք անցկացնելը։ Այսինքն, եթե օրինակ նույն Միքայել Սրբազանը կարող էր բանդից նամակներ ուղղել, կարող էր բանդից կոնկրետ իր խոսքը հասցնել, ինքը տնային կալանքից արդեն դա չի կարողանում անել։ Փորձենք նայել ստատիստիկայով, ինքը երբ գտնվում էր Երևան քրեակատարական հիմնարկում, մենք իր խոսքը կարողանում էինք լսել։ Տնային կալանքում է արդեն երկար ժամանակ, մենք իր խոսքը չենք կարողացել լսել։ Նույնն է վերաբերում իր Սրբազաններին, այսինքն այստեղ ոչ թե Նիկոլ Փաշինյանը թույլատրել է ռեպրեսիաները, այլ ռեպրեսիաներին մի փոքր այլ դրսևորում է տվել, որը իմ կարծիքով շատ ավելի դաժան է։ Եվ այստեղ նաև բավարարվել միանշանակ սխալ է, որովհետև նախ ինչի պիտի Արշակ Սրբազանը օրինակ հայտնվեր բանդում ու բոլոր նրանք ովքեր Արշակ Սրբազանի մասով կեղծ տեղեկատվություն էին տարածում, դրանք պետք է մնային ազատության մեջ։ Այսինքն անհարթարությունը արդեն կա։ Ու առհասարակ ինչի պիտի Արշակ Սրբազանը հայտնվեր բանդում, որ արարքի համար։ Ոչ մի Ինչի հայտնվեց այնտեղ Միքայել Սրբազանը, ոչ մի բանի համար։ Ու այդպես շարունակ։ Այսինքն այստեղ ընտրություններին ընթառաջ մտածել, որ Փաշինյանը ինքը փորձում է թույլատրել ռեպրեսիաները, ոչ Փաշինյանը ավելի պիտի փորձի խորացնել։ Իհարկե, եթե իր տերերը ունենան այդքան ժամանակ իրեն աջակցել, ես կարծում եմ այս տարածաշրջանային զարգացումների ֆոնին կստեղծվի մի իրավիճակ, երբ իր տերերը ինչ-որ մի ժամանակ հատված իր մասին ընդհանրապես կմոռանան։ Հենց դա է ուզում անդրադառնալ տերի գլուխը խառն է։ Ինչ սցենարներ եք հնարավոր համարում, հաշվի առնելով որ պատերազմը արդեն հասել է Նախիջևան, Ադրբեջանը մտել է ըստ էության պատերազմական իրավիճակի մեջ, մեզ ինչ է սպառնում։ Տեսեք, մեզ ցավոք մենք ովքեր ենք Այս պայն, եթե նկատի ունենք Հայաստանի Հանրապետություն չկա այդպիսի որևէ բան։ Առավել ևս կոնե ինչ է որ մնացել է դրա հիմքում չկա դրա գլխին կանգնած մեկը, որը Հայաստանի շահերը առաջ տանի։ Հետևաբար, եթե մենք էլ չենք կարողանալու կարճ ժամանակահատվածում փոխել նրան եւ ներկայացնել այնպիսի մարդկանց, ովքեր կկարողանան իսկապես աշխատել, կմնանք ուղղած տակ։ Բարես ուղի իմաստով։ Տեսեք, Արցախը Ադրբեջանին ուղղակի նվեր չտվեցին։ Մենք բոլորս էլ գիտենք, չէ՞ որ Արցախը Ադրբեջանը չնվաճեց, չգրավեց։ Դա նվեր ստացավ։ Նիկոլ Փաշինյանի ձեռքից նվեր ստացավ։ Եվ դա այդ նվերը իրեն իզուր չէր։ Այդ նվերը իրեն տվել էին հենց Պարսկաստանի դեմ Ադրբեջանին օգտագործելու համար։ Ու հիմա ինչ սպասել, ամեն ինչ կարելի է սպասել, օրինակ վաղը մյուս օր կարող է Ադրբեջանը մտնի պատերազմ ռազմական գործողությունների մեջ ու Նիկոլ Փաշինյանը ասի, որ այ մեր զինապահեստներում դեռևս զենք է մնացել, եկեք տանք մեր բարեկամ Ադրբեջանին։ Օրինակ, հնարավոր չէ, բավական քանի 6 միլիարդ ու կես զենք նվիրեց։ Ոչինչ չի խանգարի մի հատ նվիրի եւ դրա արդյունքում Իրանի զայրույթը բերի, այսինքն Մանավանդ Միրզոյանը Ադրբեջանի ագնախարարի հետ է խոսել եւ վերահաստատել են խաղաղության իրենց խորակարգը համագործակցություն։ Վաղը մի այսօր ասենք մի քանի հատ հիմի հնդկական զենք են բերի, դա է կտանեն նվեր կուտան իրենց Ալիևին ու արդյունքում մենք ինչ կունենանք իրանական հերթիրները մեր գլխին կախված։ Բայց գոնե այս պահին իշխանությունն ասում է, որ բալանսավորված քաղաքականություն ենք վարում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի շահին երբեք Հայաստանը չի գործելու դեմ, որ դուք հավատում եք Նիկոլ Փաշինյանին, եթե Նիկոլ Փաշինյանը օրինակ նույնիսկ եթե խոսեր Պերաշկին համով է համով չի, ես իրան չի հավատա։ Նույնիսկ այդտեղ ես իրան չի հավատա, եթե ասեր Պերաշկին թարմ է, թե թարմ չի։ Ոնց կարելի է Նիկոլ Փաշինյանին հավատալ, որ
արտաքին քաղաքական հարաբերությունները մեզ ինչ բանն ենք անում։ Դուք երբևէ 8 տարվա մեջ հիշում եք մի տեղ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասեց ու արեց։ Պարոն Պողոսյան, ամփոփելով ինչպես անել, որ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը հասկանան, որ հավատալ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության գնալուն, նրա, այսպես ասած, կազմակերպած ընտրություններին եւ հաղթել Նիկոլ Փաշինյանին անհնար լինելու։ Գիտեք, այդ համոզելու կամ դրա խնդիրը չկա։ Բացարձակ չկա։ Մենք այսօր ունենք յուրաքանչյուրս մեկ խնդիր՝ ազնիվ լինել հայ մարդկանց հետ։ Դուք ձեր հնարավորության չափում, ես իմ հնարավորության չափում, ամեն մեկը իր հնարավորության չափում։ Եվ վաղը մյուս օրը ես վստահ եմ, հենց ժողովուրդն էլ կորոշի։ Ավելի լուրջ էր իմպիչմենտը թե ընտրությունները, հենց ժողովուրդն էլ կորոշի։ Ավելի լուրջ էր այս քաղաքական կոզիչը կամ քաղաքական ուժը թե մյուս քաղաքական ուժը։ Մենք ընդամենը մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի անկյաս խոսել ժողովրդի հետ, որովհետև այս ժողովուրդը արդեն 18 թվականին միամիտ ժողովուրդը չէ։ Ինքը շատ բան արդեն հասկանում է։ Շատ քաղաքական գործիչներ նեղվում են, հա, ժողովուրդը մեզ չօգնեց, մեր հետևից չգավ կամ ժողովուրդը չկարողաց։ Իսկ գուցե դուք ճիշտ չեք խնդրել ժողովրդին։ Կամ դուք անկեղծ չեք եղել ժողովրդի հետ։ Համապետական ընտրություններին Գյումրի 2 սցենար հնարավոր համարում եք։ Եթե դուք ինձ բացատրեք, որն է Գյումրի 1-ը ու ինչ է տվել դա մեզ, ես կասեմ հնարավոր է։ Ընդդիմադիր ուժերը, ովքեր անցան, միավորվեցին եւ այսօր Գյումրին ունի ընդդիմադիր քաղաքապետ, թեկպետ։ Որտեղ։ Գյումրիում։ Որտեղ է ընդդիմադիր քաղաքապետը։ Իսկ եթե քաղաքապետը կալանավայրում է, նշանակում է Գյումրին շահեց դրանից։ Կամ ես 1000 անգամ եմ ասել, օրինակը անընդհատ բերում են ընդդիմադիր, որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, որպես այդպեսին մասնակցել է Գյումրու ընտրություններին։ Օրինակ հայ հեղափոխական դաշնակցությունը մասնակցել է։ Ոչ, իհարկե։ Հանրապետական կուսակցությունը մասնակցել է։ Սամվել Կարապետյանի ուժը մասնակցել է, որը մեկն չեն մասնակցել, դա եղել է անհատների պայքար։ Դա եղել է քաղաքային, այսպես ասած, միջոցառում ընդամենը։ Եվ նույն Նիկոլ Փաշինյանի եւ որոշ ընդդիմադիր ուժերի ձեռամբ ինքը ուղղակի այսպես փուչիկի պես ուռեցվեց եւ արդյունքում փուրը տվեցին Վարդան Ղուկասյանին։ Ուրիշ ոչինչ։ Դա համարել քաղաքական process, դարձնել քաղաքական էտալոն եւ դրա հետևից գնալ, դա ազնիվ չի։ Մանավանդ որ Էջմիածինը ցույց տվեց, որ իրականում այո ազնիվ չի, որովհետեւ այնտեղ ինքան ուռած էր, ասենք Սարիկ Մինասյանը քապան 15000 ծեն, անհնար է Գյումրիում նախ այդքան ծեն չկար։ Իրականում այդ ընտրություններին պետք է լիներ 15000 մասնակցություն ոչ ավելին։ Հասկանում եք, ինքը այսպես ցկված, ստացություն ու մնաց քապան 15000 ծեն։ Իրականում այդտեղ քապան հաղթեց։ Որովհետև անհնար էր քպն ունենալ այդ կանցեն, բացառված էր, մասնակցությանը նույնիսկ այդքան դի չլիներ։ Այդ թող այդ նույն քաղաքական ուժերը միջև ձեր ասած Գյումրի 2 սցենարները մտածել, թող գնան հələ մի հատ հասկանան դա այդ սցենա որտեղից եկավ։ Այդ փուչիկը ոնց ուռեց, որովհետև եթե իրենք այդ տրամաբանությամբ են գնալու, մի հատ նման փուչիկը ուռելու է ամբողջ Հայաստանի տարածքում, պայթելու է եւ իրանցից շատերն մնալու են այդ ռեզինի տակ։ Նախ պետք է այդ փուչիկը հասկանալ։ Շնորհակալ եմ հետաքրքրությամբ։